Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, Արարատյան հպարտությամբ եւ Արարատյան բարձր տրամադրությամբ։ Եվ ինչու բարձր, որովհետեւ այսօր իմ հյուրն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մամուլյան եւ ընկերներ գինետան ավագ խոհարար Խորեն Հարությունյանը։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ, պարոն։ Ինչպե՞ս ես եղբայր։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շատ ուրախ եմ, որ նորից առիթ եղավ միասին մի կերակուր պատրաստելու։ Ինչ կերակուր ենք պատրաստելու, ինչպես ենք պատրաստելու եւ ինչու ենք հենց այստեղ այս կերակուրը պատրաստելու։ Այսօր կպատրաստենք գինեպ կարմրախայտ ձվածեղով։ Գինեպ, Այո, կարմրախայտ ձվածեղով։ օգտագործելու ենք կարմրախայտ, սպիտակ գինի, ձուկ, կարագ, լավաշ, սամիտ եւ համեմունքներ, չոր, թարխուն, աղ, պղպեղ։ Դու խնդրեցիր, որ ձկան փշազատման այդ գործընթացը ես իրականացնեմ։ Այո։ Ես էլ Շնորհակալ եմ վստահության համար։ Ես էլ սամիտը մանրացնեմ։ Դու ես սամիտը, կարմրախայտը մաքրել ենք, հեռացրել ենք փորոտիկը եւ ողնաշարի վրայի այդ շերտը, որի տակ արուն է հավաքվում, խռիկները, հիմա կհեռացնենք նաեւ փշերը, սուր դանակի ծայրով, այսպես կողոսկրերը, այնուհետև ողնաշարը։ Խորեն ջան, ձուկն է գինին շատ սիրում, թե գինին է շատ ձուկ սիրում։ Ինձ թվում է ձուկն է շատ գինի սիրում։ Ձուկն է շատ սիրում։ Մարդիկ սիրում են ձուկը գինով ավելի շատ։ Հարբեցողի մեկն է, հարբեցողի։ Իսկ մարդիկ դրանից են, դե ձուկը, որ ինքը գինի սիրում է, մարդիկ էլ ձկան հետ միշտ գինի են սիրում։ Նամանավանդ սպիտակ։ Նամանավանդ սպիտակ, Կիսաչոր։ կիսաչոր, Կիսաչոր կամ չոր։ Այստեղից կտրում ենք եւ մատերով կարող ենք հեռացնել ողնաշարը։ Խնդրեմ, Հիմա տապակում չենք համեմելու արդյոք։ համեմելու ենք չոր թարխունով, աղով, արմիր պղպեղ, սև պղպեղով, Չոր թարխուն, փոքրել մյուս կողմը ավելացնենք։ կարող ենք մաշկի վրա այսպես կտրվածքներ Այո, անել։ որպեսզի համերը Այո, ներծծվեն։ տապակը տաքանում է։ Այո, ձեթը լցնենք, որպեսզի դաղվի։ Խնդրեմ, Հիմա տապակի։ Արդեն ձուկը տապակի մեջ դնենք։ Ինչու հենց սկզբից դրեցիր ոչ մաշկով։ Քանի որ ինքը կեղևապատվելու համար պետք է տակից կեղևապատենք, որպեսզի իր սննդարար նյութերը եւ Այո, հյութերը դուրս չտան եւ սկզբից կեղևապատեցինք ավելի համով լինի եւ օգտակար մսային մասը, ապահովեցինք, ապահովագրեցինք սննդային արժեքների կորստից, հիմա կարող ենք շրջել դարձնել։ Այս մասով արդեն երկար պիտի տապակենք։ Ինչ էլ անենք, գլուխը պոկվելու է, ես գիտեմ։ Գլուխը լքեց։
Վերջում մենք ուղղակի գլուխն էլ կդնենք ափսե մեջ, որպեսզի Չասեն գլխատված է։ Չասեն ձուկը վերցրել ենք իսլամական պետության այդ երկրներից գլխատած։ որ խնդրեմ ձեզ կօգնեք, պարոն Մամուլյան։ Ես զուկը բարձրացնեմ, դուք երկու հատ լավաշ ունեք տակը, Այսպես, իջեցնենք դրակը։ որպեսզի լավաշը չվառվի։ Հիմա թողնենք մի 2 րոպե այսպես Լավաշով լավաշով տապակվի, համ ձկան համերը եւ հյութը փոխանցվեն լավաշին, ու ամենահամով մասը շվում է Այս այդ է ուզում նշեի, այսինքն յուրաքանչյուր անգամ ինչ-որ բան պատրաստելիս լավաշով միշտ ընդունված է ամենահամեղը լավաշն է, լինի դա այն զատիկի փլավը լավաշով եւ ձվածեղով, լինի դա խորովածը երբ որ լավաշով, չէ՞։ Այո։ Եվ մենք այստեղ ունենք ձկան ներողություն ջարդված ձու։ Հիմա ավելացնենք մի փոքրիկ գինի, կարագ, այս մեկ գինին։ Եվ մի փոքրիկ կարագ։ Այսինքն լավաշը մի քիչ տապակվեց, ձկից համ վերցրեց, գինուց նորից համ վերցրեց, կարագն էլ դրեցինք։ Եվ հենց կարագը հալվեց, կարող ենք արդեն ավելացնել ձու։ Հո՞։ Հիմա ավելացնենք հարած ձուն արդեն։ Մի փոքր աղ ավելացնենք, պարոն Մամուլյան։ Եվ սամիտ ավելացնենք։ Եվ կափարիչով փակենք, որպեսզի արդեն ինքը համ ձուն է Գոլորշիով ձուն եփվի։ Մեզանից ինչքան, որքան ժամանակ։ մոտավորապես 5 րոպե ժամանակ։ 5 րոպե ձվի հետ խառնվի, միահուսվի, հյուսվի եւ մենք լավաշը պիտի ճաշակենք։ Այո։ Շատ լավ։ Կարմրախայթով ձվածեղը շատ հիանալի։ Ուզում եմ որ տեսնեն, որ դեր մեջից եպման այդ process-ը գնում է։ Շատ լավ։ Հիմա մատուցենք։ Լավ բույր տարածվեց։ Այո։ Մատուցենք։ Սղացնենք ամանի մեջ, պարոն Մամուլյան, եւ կմատուցենք արդեն ինչպես միշտ լիմոնով։ Այսպես։ Հիմա լիմոնը կլոր կտրենք եւ սամիթ օգտագործենք ձևավորման համար։ Խնդրեմ։ Մինչ կպատրաստի խորենը, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, կարմրախայտը փշազատեցինք, համեմեցինք աղով պղպեղով, չոր թարխունով, տապակը տակացրինք, ձեթը դաղեցինք, տապակեցինք երկու կողմից ձուկը, այնուհետև ձկան տակ լավաշ դրեցինք, լավաշից հետո մի քիչ գինի ավելացրեցինք եւ արդեն ջարդված ձուն սամիթով լցրեցինք, կափարիչը ծածկեցինք, կրակը մի քիչ պակասեցրինք եւ դանդաղ կրակով այսպես պատրաստվեց, ինչպես նշեց խորենը, գինեպ կարմրախայթը ձվով։ Այո։ Խորեն ջան, շատ լավ ստացվեց, ապրես դու, ինչ ցանկություն, ինչ առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին։ Մեր հեռուստադիտողներին ցանկանում եմ հորդորել, որպեսզի լինեն ավելի հայրենասեր, պահանջատեր եւ սիրեն իրենց պետությունն ու հայրենիքը։ Կարծես թե ավելացնելու բան չթողեց, բայց ես եւս միանում եմ այդ ցանկությանը, հարգելի հեռուստադիտողներ, եւ օգտվելով արդից ձեր անունից։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, շնորհակալություն եմ հայտնում Խորեն Հարությունյանին։ Ողջույն եւ շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Հարգելի հեռուստադիտողներ, լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։
եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Գինեպ կարմրախայտ, ձուկ 1 հատ, լավաշ 1 հատ, ձու 3 հատ, գինի 30 գրամ, չորացրած թարխուն 10 գրամ, սամիտ, կարմիր եւ սև պղպեղ, աղ, բարեախորժակ։